Արդար մաքուր լորեցի Ինչ ժողովուրդ ջան, քանի որ իմ գյուղը մենք շատ ուշուշ ենք վիդեոներ նկարում գցում, ասի մի հատ sense նորից բան գցեմ, որպեսզի հետաքրքրությունը պահենք։ Նոր այդ մոտկորի ձորում եմ, ասի մի քիչ ձուկ բռնեմ, այդ այս վիդեո մեկը նայեք, ու անընդհատ մարդիկ գալիս են, այս գյուղացիները գալի գնում են, մեկը ճանաչում է, մեկը չի ճանաչում, մեկն էլ ճանաչում է, ասում է, «Ա, դու էլ իմ լորեցին չես, արի լա գնում ենք մեր տուն»։ Ես մի հատ ուժեղ պատիվ տամ եմ, որ ժողովուրդ, ասելու եմ ու միշտ պտի ասեմ, ես իմ լորեցոնց ցավը տանեմ, ցանկացած լորեցի մի ուրիշ տիպի մարդ է, մի ուրիշ հրաշք է։ Դե ինչ էլի վիդեո կանեմ, էլի կխոսամ, ահլի ձորից էլ մի երկու բան կպատմեմ, մեկ էլ իմացա, որ ինչ-որ լորուտ կամ մարդի կոմը խաչքար կա, ինչ-որ, ասում այդ խաչքարը Հայաստանում 5 հատա, թե 4 հատա, որ Հիսուսի դեմքով է։ Եթե մարդիկ կան, որ նկարներ ունեն այդ խաչքարից, կխնդրեմ իմ անձնական էջին ուղարկել։ Եթե սենց ուշադիր նայեմ եք, սա Ահնիձոր գյուղն է։ Այ եմ կանաչ կռիշով տունը որ կա, այդ աշնան արևի տունն է եղել։ Դրանից մի քիչ վերև են փոքր կարմիր կռիշով տունը որ կա, այն փոքր տունը։ Այդտեղ նկարահանվել է Գիգորի կինոն, այսինքն Գիգորը ապին իր քուր ախպեր մի խոսքով որ եղել է, այդ տանն է եղել։ Իսկ Ահնիձոր գյուղը հայտնի է որպես Հրանտ Մաթեոսյանի գյուղ։ Ես շատ բան չգիտեմ այս գյուղի մասին, չգիտեմ որերորդ դարից է կամ որ թվականներից կա այս գյուղը, բայց մի բան լավ գիտեմ, որ ոստեղի ժողովուրդը շատ լավն է։ Դե իրանք արդար լորեցիկ են։ Ոնց կարելի է ելնել լորեցի ու լավը չլնել, դա բացառվում է։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ստեղ էլ է անասնապահությունը զարգացած, մարդիկ էլ են շատ լավը, հոյակապ շփվում ես հետները մեծ բավականություն ես ստանում։ Մեկ է շատ են բողոքում ես անտառների հետ կատարվող ամեն ինչից։ Ասում են արոտավայր չունենք, էս չկա, այն չկա, գյուղացուն մեջքով են նայում։ Իմ հայ ազգը, իմ Հայաստանից դուրս հայեր, մեր գյուղերը փորձենք զարգացնենք։ Ինչ-որ մի ներդրում արեք, մեր գյուղի պապիկները, այն գյուղի են պապերը, այն որ մտնում ես գյուղ մի հատ չալիկը ձեռը պապ ես տենում ուրախանում ես, այդ պապերը պետք է միշտ գյուղը մլնեն, էլի։ Այս գյուղերը դատարկվում է, անկեղծ դատարկվում է։ Էսա հաջորդ կադրում ցույց կտամ, թե ես որտեղ եմ, ու ինձ երևի թե միշտ այստեղ կարա գտնեք։ Կուզեմ այս մոտկորի ձորը ինչքան ժողովուրդ կա, այստեղ տենամ, շփվեմ, ծանոթանամ բոլորիդ հետ, ձեր գյուղերն էլ գամ, ձեր գյուղերի հետաքրքիր պատմություններն էլ սենց նկարենք, գցենք աշխարհը տենամ։ Սա էլ մեր վրանները, որ նոր ասում էի, կարա գաք մեր մոտ հանգստանաք, վրանները տրվում է օրավարձով, վրանի ներսը կարա մնա 4-ից 5 ամիս։ Իսկ ես գյուղը նորից եմ ասում, սա Ահնիձորն է։ Ահնիձորն է իր հետաքրքրություններով։ Մեր լորին շատ սիրում է ժողովուրդ, եկեք մեր լորին, եկեք մեր մոտ ու կհամոզվեք, որ մենք ինչքան լավն ենք։ Հենց ուստի եմ ասում, բայց էլի հայ մոտ։ Եկեք գնանք խորոված անենք, քանի որ եղանակը շատ լավն է, եկցե չգիտեմ, անձրև կգա թե չէ, լորի միշտ անձրև է։ Այս անձրևի հարցը պետք է բարձրաձայնվի, սենց չի եղնի, միշտ անձրև է, վրներս ծոկոն է դուսը։ Ջանա, Եթ հայ, այ, ասմա մեր պապերն ասում էին, եթե լավ հարց եք ուզում ունենալ, պետք է գնաք մոտկորի ձորից նուզեք։ Ու հումի էլը տենց է, եթե լավ հարց եք ուզում ունենալ, պետք է գաք այս մոտկորի ձորից նուզեք։ Հենց որ մենք էլ խորոված ենք անում։ Ասենք խորովածն անելն էլի, ես լավ թե չայլու ձևերը չգիտեմ,
քիչ ինձ քաղաքացու պես եմ մի խոսքով, բայց ճիշտ քաղաքացու պես կհենց արդար մաքուր շահալվեցի Արդար մաքուր լորեցի